Մտածում եմ մեկ ասում եմ հասանելիությունը արժեզրկման վտանգի արժև է կանգնած մեկ, գիտես, երբ որ ինչ-որ բան հասանելի է մարդուն, երբ որ ինչ-որ մի բան իրականում ավելի մոտ է մարդու մոտ սկսում է չգնահատումը, չարժեքավորելը, նույնն էլ գիտես Տիրոջ ներկայությունը չեմ ուզենա որ երբ որ քո կյանքում լինի Տիրոջ խոսքը երբ որ քո կյանքում առատ լինի արժեզրկում կա արդեն չգնահատես, անարգես նույնը ծառայողների կյանքում երբ որ ծառայողները հասանելի են ելնում ընկերները հասանելի են ելնում չգիտեմ պարգևները քեզ հասանելի են լինում մեկ էլ գալիս է անարգանքը չարժեքավորելը չգնահատելը ուսեն շատ շուտ երբ որ չես գնահատում կարող ես կորցնես Աստված օրհնի քեզ ինչքան էլ հասանելի լինի ամենաթանկ բաները քեզ ինչքան հասանելի լինի ամենաանհասանելի բաները քեզ մեկը գնահատի չարժեզրկես չթերագնահատես գնահատիր ու արժեքավորիր գիտես միշտ մեր սահմանները պետք է ճանաչենք սերներս ինչքան էլ հասանելի լինենք ինչքան էլ մոտ լինենք ինչ որ բանի որը շատերի համար կարող անհասանելի է մենք գնահատենք Դες Աստվածաշունչում հետաքրիր բան կա գրված ասում է թագավորի առաջ թագավորի հետ սեղան նստելուց հա դանակ դիր կոկորտիդ հա չափած ձևած եղիր մի սենց ագահավարի քեզ պայիր ինչքան է հասանելի ամեն ինչ հա դու քեզ ճիշտ պայիր դու քեզ զսպիր չափած ձևած եղիր ու հիմա խորհուրդս ասելներս եթե ինչ որ մեկը եթե ինչ որ մի բան քո կյանքում հասանելի է բայց գիտես որ ինքը թանկ բան արժեքավոր է գնահատիր մի արժեզրկիր քո կյանքում մի անարգիր քո կյանքում այլապես դու օգուտ չես քաղի այդ ամեն ինչից Տերը օրհնի քեզ եղիր օրհնված Հիսուսի անունով